եք, հիմա մենք բայց ես խնդրում եմ ձեզ անընդհատ մի եկեք ասեք։ Մենք լսեցինք, որ դուք դպրոցի տնօրեն եք, այստեղ օգնության ցուցակ եք կազմում։ Օգնության ցուցակը մի րոպե, հիմա ես ձեզ բացատրեմ ինչա։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին դուք նաև վարչական ռեսուրս եք կիրառում։ Հարգելի ժողովուրդ, անկախ ամեն ինչից, թող օգնեն, օգնելը վատ բան չի, բայց ոչ թե ընտրության նախաշեմի, թողեք 10 օր հետո եկեք բաժանեք։ Լրագրող ենք, իմ հետ Լուսաբանում եկել եք իմ տունը ինձ նկարում եք, ինչքան առավել ևս ձեր տանն է, տանից եք բաժանում օգնություն։ Ես որովհետև հական այստեղ է գրանցված, վերեմ ձեր տնից բաժանեմ։ Թողեք ընտրությունը վերջանա, դպրոցի տնօրենը։ Բայց այս մարդիկ Երևանից բերում են հիմա ես իրանց խնդրեցի ընտրությունը վերջանա, ասես չի կարելի ընտրությունից չեն հետո։ կարող մի րոպե, ասեցի չեն կարող, որովհետև ես անձամբ ասել եմ, իրանք ասեցին թող ընտրությունից հետո չեն կարող, որովհետև մենք տալիս ենք հաշվետվություն։ Դրա համար ես հիմա եմ բերում։ Շատ լավ։ Պարզ շիդակ Շատ լավ է, կամից դու գիտեք, չէ, որ ընտրությունների օրերին չի կարելի գալ դպրոցի տնօրենի տանից բաժանումներ իրականացնել։ Իսկ ինչու է այստեղ գրանցված ՀԿ-ն։ ՀԿ-ն ստեղ եմ գրանցել, միշտ ստեղ։ Ինչի։ Որովհետև ուրիշ տեղ չունեմ։ Այսինքն ՀԿ-յա, բայց ձեզ համայնքում տեղ չունեք, որ դուք եք։ Չէ, ՀԿ-յա հասարակական կազմակերպությունը ու առաջի անգամ չեմ անում։ Դպրոցի տնօրենն է։ Դա մի շեշտ եք անընդհատ, որովհետև դասերից հետո է դա։ Շատ կարևոր է։ Շնորհակալություն, ես արդյունքի չեմ ճանաչում։ Թող իմ նման բոլորն էլ անեն։ Ես այս մարդուն լավ ճանաչում եմ ու Այս հստակ մարդուն գիտեմ։ 1000 անգամ ես եկել եմ մեր դու։ Կարող եք 10 օր հետո Ինչ բադ բան կա, որ այս մարդը նման։ Խնդրում եմ դուրս գնացեք մեր։ Բա հիմա ինչ եք դուք բորբոքվում ու ուղղություն ցույց տալի։ Տոթո նկարի ոչ մեկից թող։ Հասկանում եմ։ Դուք խնդրեմ Լևոն Երեգյան Ձերով լրագրողի մի խոսացեք ու եթե չեք տեսնում ես այս մարդը ինչ այսօր ես եկել եմ այս մարդը այս մարդը կամերաների դիմաց խոսեց ասեց ինչի է այստեղ անում այդ ամենը Պարոն Եղիկյան, եկեք այստեղ։ ես համեն եմ Լուսաբանում համեն եմ Լուսաբանում Դուք ինչ կազմակերպություն եք Գյումրիում ներկայացնում Գյումրիից Ես եք արդարող եմ մի քանի տարի այդ կամրջակի հետ համագործակցում ենք նաև մեր մոդի աշխատակազմից Լավ 87 աշակերտ եմ ունեցել, որից տեղյակ է նաև պարոն Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի գնացեք, որովհետև ստեղ երեխեքի տվյալներ ես ներկայացնեմ, որ հիմա գնաք ես չեմ կարող։ Պարոն Փաշինյանի մոտ եք եղել մի քանի օր առաջ։ Մի քանի օր առաջ չէ։ Երբ եք եղել։ Մեր 3-4 տարի առաջ հանդիպում եղեք մեր հանդիպումը տեղի ունեցել, ներկայացրել եմ իմ կատարած աշխատանքները, կողմնակություն եմ ստացել, այդ Քանի շարունակական ՀԿ-ի հետ եք դուք։ միայն Խնդրում եմ մեկ բոլորս Միայն գնացեք այս ստեղ ՀԿ-ի հետ ինչ եք արտադրում։ Կոշիկի սեզոնին դպրոցական բաներ են։ Բա ինչի սեպտեմբերին չեք բերել։ Սեպտեմբերին տվել ենք, հմե ծմերային է։ Հիմա էլ ձմեռային է Ես հատի կարամ ձեզ Դուք ներկայացնեմ, գիտեք, սեպտեմբերին էլ եմ բերել։ ներողություն, Ես ես տարին վերջացնեմ, 4-5 անգամ պարոն անում եմ։ Եղիկյանը Արդյոք դու վերջացնեմ։ գոնե ինձ պիտի իմանաս, ես տարին քանի անգամ եմ անում այդ ամեն ինչը։ Բա հիմա ինչքանով է ճիշտ, Առաջի ինչքանով է 1000 անգամ ներողություն ես առաջի անգամ հանդիպեցի։ Ընտրության հետ ինչ է կապում այս ամեն ինչը։ Չեք իմացել, որ այս համայնքում ընտրություն է։ Բանը ինձի բախշերի չի հետարկրել, որտեղ իմս չէ։ Իմ ուսերից տրված է, եթե իմ ապրասկանքի ընթացքում կարող եմ ինչ-որ մեկի բարի գործ կատարել կամ սովորեցնել, Ունենալու է։ դդ կան աղջիկս։ Մենք ուղղակի արձանագրեցինք։ Եկել եք, արձանագրել եք, համբեր եք, ստեղից չեք գնալու, մինչև այդ մարդիկ չկան։ Ուղղակի արձանագրեցինք։ Ով չգա։ Արձանագրում եք, հեսա ինձ ովքեր օգնել են, իրանք հենց հիմա գալու են ստեղ։ այսինքն Ովքեր ձեզ օգնողը ինքն է։ Համբերեք, ինքը չի, կամրջակ ընկերությունն է, համբերեք։ Ասես որ դուք եք։ Կատարող է, ձի հանձնարարականին տվի, որ բերեմ այս համայնքի։ Սպասեք ժողովուրդ։ Ես այս ամեն ինչը հատիկ իմ համար անընդունելի է ամենական։ Մեզ համար անընդունելի է, երբ որ Քարոզարշավի շեմի Մեկ ու մեկին հարցրեք, ով ամբեր քարոզարշավ արել։ Շատ գիտի ինչ Հայ է որ դուք
Հəmi որ դու ասում ես ու մեզ ընդրում եք իմ ցանկությունն է։ Հիմա դուք եկել եք թե քարոզարշավը Տիկին Անուշ, ես նայեք։ Ես բոլորին ես Համլետ ջան, բարձախոսի վրա է, մի հատ խնդրում եմ։ Մի րոպե խնդրում եմ, մի րոպե։ Մի րոպե խնդրում եմ ձեզ։ Համլետ ջան, բարձախոսի վրա է։ Հիմա խնդրում եմ, բացատրի։ Մարդիկ եկել են ասում են քարոզարշավի շեմին բերել ես բան ես բաժանում։ Բացատրի, ես ձեզ ինչ եմ ասել ու ինչ ա եղել։ Խնդրում եմ քեզ հենց հիմա։ Իբրև թե ես քարոզարշավի նախաշեմին բերել եմ բան եմ բաժանում։ Խնդրում եմ հենց հիմա ներկայացրու։ Ինչ ճակատեր, ես ինչ ճակատեր։ Լրագրողն է։ Ես լրագրող եմ։ Լրագրող եմ բերել։ Մի հատ Լրագրող չեմ բերել, լրագրողը եկել է լուսաբանելու։ Ով։ Ստեղ եմ, ես ներկայացրել եմ Համլետ ջան, որ ասենք հա, ես ներկայացրել եմ, դաժե ներկայացրել եմ, որ ես հանդիպում եմ ունեցել նաև պարոն Փաշինյանի հետ, ողջունի խոսքեր եմ ստացել, ես ինչ որ իրականությունն է, դա ներկայացրել եմ Համլետ ջան։ Կազմակերպությունը կամրջակն է։ Համլետ ջան, ես քեզ չեմ ասել, որ արի ուշացնենք այս ամեն ինչը, հետո անենք, դու ինչ ասեցի։ Այո։ Տիկին Անուշը տեսա, որ տեսախցիկներով ես մտել եմ ու իրան նկարում եմ։ Եթե ինքը այս հեռախոսին նայելով ինչ որ հարց տվել եմ, ինքը դրան պատասխանել է, ուրեմն ոչ մեկ չի կարող այստեղ գտնվողներից լրագրողին արգելել նկարել, մանավանդ սպառնա լրագրողին, որ լրագրողի հեռախոսը կջարդի։